Շնորհակալություն, Տիկին Բաղդասյան, իհարկե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Այժմ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար խոսքը տրամադրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջարկում է Տրթած Սարգսյանի թեկնածությունում։ Շնորհակալություն։ Այժմ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանին։ Համեցեք Տիկին Ջուլհակյան։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր քննարկմանն եմ ներկայացնում պարոն Տրթած Սարգսյանի թեկնածությունը եւ թույլ տվեք ներկայացնել վերջինիս կենսագրությունը։ Պարոն Սարգսյանը ծնվել է 1989 թվականին հունվարի 19-ին Երևան քաղաքում։ 2005 թվականին ավարտել է ուսում միջնակարգ դպրոցը եւ ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժին։ 2007-ից 2009 թվականներին կիսատ թողնելով ուսումը անցել է ժամկետային ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այնտեղ պարգևատրվել է Հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով։ 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը։ 2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ձեռք բերելով երկրորդ մասնագիտություն։ Ուսման տարիներին զբաղվել է հասարակական եւ քաղաքական գործունեությամբ, 2015 թվականին անդամագրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ 2016-ից 18 թվականներին աշխատել է համալսարանականներ համատիրության կառավարչի պաշտոնում, 2018 թվականին ընտրվել է Երևանի ավականու անդամ եւ 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ 2018 թվականին 10-րդ ընտրատարածքից, որը ներկայացնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը, ընտրվել է մեծամասնական ռեյտինգային ընտրակարգով ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, սակայն հրաժարվելով մանդատից շարունակել է աշխատել որպես մարզպետ մինչև 2019 թվականի հոկտեմբեր։ 20-ից 22 թվականներին աշխատել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որպես կուսակցության աշխատակազմի ղեկավար։ 21-ից 25 թվականներին եղել է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր։ 26 թվականին ընտրվել է 9-րդ գումարման պատգամավոր։ Տիրապետում է բնականաբար մայրենի լեզվին, անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներին։ Ամուսնացած է պարոն Սարգսյանը, ունի 1 հրաշալի դուստր եւ 1 հիանալի զոքանչ։ Այսքանը սիրելի գործընկերներ, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ։ Ամբողջությամբ հաստատում եմ Տիկին Ջուլհակյանի ասածները պարոն Սարգսյանի թե դստեր թե զոքանչի մասին։ Այժմ կարող եք գրանցվել Տիկին Ջուլհակյանին հարցերի համար։ Գրանցում։